Ասենք փառք Տիրոջը, քուրեր եղբայրներ ջան։ Մեր կենթանի Տերոջ անունը թող փառավորվի։ Շնորհակալ ենք Աստծուց, որ իրականում Աստված շատ հետաքրքիր աշխատանք ա տանում մեր կյանքի մեջ։ Ոմանք տեսնում են դա, ոմանք հետո են տեսնելու, բայց կարևորը Աստծո տանից չբացակայենք, քուրեր եղբայրներ։ Կարևորը Աստծո ձեռի տակից հեռու չգնանք, իր ամեն մի գործը ընդունենք մեր կյանքի մեջ։ Ես այսօր ուզում եմ խոսամ մի թեմայի մասին, որը պատերազմի մասին է։ Պատերազմի մասին է, բայց ոչ թե այս աշխարհի պատերազմների, որ մարդիկ տանում են, մարդիկ հրահրում են, այլ ես ուզում եմ խոսամ բարի պատերազմի մասին, բարի պատերազմի, որը յուրաքանչյուրիս կյանքում սա տեղի է ունենում և պիտի տեղի ունենա, եթե քո կյանքում դա չես տեսնում կամ չի սկսվե, դու անհանգստացի սրա համար, որովհետև սա շատ կարևոր է։ Պողոս առաքյալը ուրեմն երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլխի 6 համարից գրում այսպես, բայց 7-ը պիտի ասեմ, որովհետև ես արդեն զոհ լինելու նվիրված եմ ու իմ մեկնելու ժամանակը հասել է։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի։ Եվ սրանից հետո կա ու կմնա ինձ արդարության պսակը, որ Տերը արդար դատավորը պիտի հատուցանե ինձ այն օրը, ոչ թե միայն ինձ, ապա այն ամենքին էլ, որ սիրեցին նրա հայտնվելը։ Պողոս առաքյալը խոսում է մի հատ պատերազմի մասին, քուրեր եղբայրներ, որի անունը բարի պատերազմ է։ Գիտեք, սա մի քիչ անհասկանալի բառակապակցություն է, պատերազմը ոնց կարա բարի եղնի, եթե ամեն դեպքում կողմերից մեկը պարտվում է, կողմերից մեկը կամ սպանվում է կամ պարտվում է, բա ոնց կարա դա բարի լինի, բայց Պողոս առաքյալը ասում է բարի պատերազմ, ինչի մասին է խոսում, քուրեր եղբայրներ։ Երբ որ կարդում ենք Աստվածաշունչը, մի բան եմ հասկացել Աստվածաշնչից, որ Աստծո պատերազմը, այդ հոգևոր պատերազմը, երբ որ մարդու դեմ սկսված է, այդ բարի պատերազմը դա այդ պատերազմն է, որ սկսված է մարդու դեմ, մարդու անձի դեմ, մարդու հին բնության դեմ, բայց հետաքրքիրը նա է, երբ որ մարդը տեսնում է, որ իր անձի դեմ պատերազմ է սկսված, իր հին բնության դեմ պատերազմ է սկսված, այս մարդը որոշ ժամանակ հետո միանում է այդ երկրորդ կողմին և սկսում է պատերազմել իր դեմ։ Սա շատ հետաքրքիր պատերազմ է, քուրեր եղբայրներ։ Երբ որ մենք տեսնում ենք Քրիստոսի այդ պատերազմը մարդու հին բնության դեմ, մարդու անձի դեմ, մենք ոչ միայն հանձնվում ենք, այլ նաև միանում ենք այդ պատերազմող կողմին և պատերազմում ենք մեր դեմ։ Մենք պիտի սա ապրենք, քուրեր եղբայրներ, սա իրականություն է։ Ես ուզում եմ կարդամ Հռոմեացիս ուրեմն 7-րդ գլուխը, Հռոմեացիս 7-րդ գլխից ուրեմն 9 համարից եմ ուզում կարդամ։ Ես էլ առանց օրենքի մի ժամանակ կենդանի էի, բայց երբ պատվիրանքը վրաս հասավ, մեղքը ողջանցավ և ես մեռա։ Պատվիրանքը վրաս հասավ, մեղքը կենդանացավ, բայց ես մեռա։ Եվ նույնը ու այն պատվիրանքը, որ կյանքի համար էր, նույնը ինձ մահվան համար եղավ։ Շատ հետաքրքիր է։ Աստծո պատվիրանքը հայտնվում է մարդու կյանքի մեջ, որպեսզի մարդուն կյանք տա ապրեցնի, ասում այդ պատվիրանքը, որ կյանքի համար էր,
ինձ մահվան պատճառ եղավ, մահվան համար եղավ։ Ինչի մասին է խոսում Պողոս առաքյալը, քուրեր եղբայրներ։ Մենք գիտենք, որ ամեն մարդ Ադամից ժառանգել է մի մեղավոր բնություն, մի Աստծուն հակառակ բնություն, եւ այդ բնությունով ապրում է մարդը։ Մենք տեսնենք դա, թե չտեսնենք, հասկանանք, թե չհասկանանք, առնչվենք դրա հետ, թե չառնչվենք, մենք ակամայից գնում ենք այդ բնությունով ապրում է մարդը, բայց երբ որ Աստծո պատվիրանը վրա է հասնում մարդու կյանքի մեջ, գիտեք, այդ պատվիրանը կարող է մարդը 100 տարի էլ Աստծո խոսքը կարդա, բայց այդ պատվիրանը վրա չհասնի, դա հասնում է այն ժամանակ, երբ որ մարդը սկսում է խորը մտածել Աստծո խոսքի վրա, թե ինչ է ասում Աստված, երբ որ պատվիրանը վրա է հասնում, մարդը տեսնում է, որ ինքը ոչ թե Աստծո համար է կենդանի, այլ մեղքի համար է կենդանի, մեղքի համար է ապրում, ասում է մեղքը ողջնցավ, մեղքը սկսեց գլուխ բարձրացնելը, ասում է բայց ես մեռա, այս process-ը ես ուզում եմ, որ մենք տեսնենք, երբ որ պատվիրանը վրա է հասնում մարդու կյանքի մեջ, սա Աստծո մեկնարկած պատերազմն է մարդու ներսի հին բնության դեմ, երբ որ մարդը տեսնում է այս պատերազմը, եւ Պողոս առաքյալը ասում է եւ ես մեռա, մարդը ինքը սկսում է միանալ Քրիստոսին, միանալ Աստծուն եւ պատերազմել իր հին բնության դեմ, իր հին բնության դեմ, սա բարի պատերազմ է, քուրեր եղբայրներ, որ ամեն մեկիս կյանքում սա պիտի տեղ ունենա, ամեն մեկիս կյանքում, եւ երբ որ կարդում ենք Երեմիայի մարգարության մեջ, Երեմիայի մարգարության 20-րդ գլխի 7 համարից տարբեր թարգմանություններում տարբեր ձև ասում, բայց ես ուզում եմ մեկ ուրիշ թարգմանությունով ասեմ, մեր մոտ ասում է Տիրոջն է ասում մարգարեն, ինձ խաբեցիր ով Տեր, ու ես խաբվեցի, ու դու ինձանից զորավոր ես, ու ինձ հաղթեցիր։ Մի ուրիշ թարգմանության մեջ ասում է ինձ համոզեցիր, ու ես համոզվեցի, եւ ասում է դու ինձանից զորավոր ես, ու ինձ հաղթեցիր։ Սա շատ հետաքրքիր է։ Աստված շատ հետաքրքիր ձևով սկսում է մարդու կյանքի մեջ այս պատերազմը, բայց բարի ձևով, շատ սքանչելի ձևով, ասում է ինձ համոզեցիր։ Ինձ համոզեցիր, երբ որ մարդը գալիս է Աստծո տուն, երբ որ մարդը անկեղծորեն Տիրոջ առաջ իր սիրտը բացում է, Աստված իր փառքով, իր գեղեցկությամբ մարդուն երևում է, մարդուն հայտնվում է, մարդու սիրտը ուրախացնում է, բայց երբ որ մարդը սկսում է համոզվել Տիրոջ վրա, մենք տեսնում ենք, որ Տերը արդեն ցույց է տալի, որ ով մարդ, ես քո մեջ պատերազմ եմ ուզում սկսել, ես քո մեջ պատերազմ եմ անելու, ու դու պիտի հանձնվես, որտեվ ես պիտի քեզ ազատեմ մի բանից, որը որ քեզ տանելու է անկում, որը որ քեզ խաբել է ու տանում է անդունդ, եւ սա մեղքի բնությունն է, սա սատանայի բնությունն է մարդու մեջ, եւ մարգարեն ասում է դու ինձանից զորավոր ես ու ինձ հաղթեցիր, բայց սա երբ է տեղ ունենում, քուրեր եղբայրներ, երբ որ դու անցնում ես Տիրոջ կողմը, մարդը, որը որ հակառակվում է Աստծուն, մարդը, որը որ չի ընդունում այս պատերազմը, մարդը, որ չի ուզում իր կյանքում ինչ որ պարտություններ կրի, այս մարդու կյանքում Աստված գործ չի անի, բայց եթե դու ուզում ես հասնես երկինք, եթե ես ուզում եմ հասնեմ երկինք, ես պիտի մասնակցեմ այդ պատերազմին, բայց հետաքրքիրը նա է, որ դա ուղղված չի որևէ մեկի դեմ, դա ուղղված է քո դեմ, դու պիտի միանաս Քրիստոսին պատերազմելու քո դեմ, դու պիտի միանաս նրան, դու պիտի հանձնվես նրա ձեռքը եւ պատերազմես ինքդ քո դեմ, եւ մարգարեն մի քիչ
Հետո 13 խոսքում ինչ ասում, Տիրոջը երգեցեք, Տիրոջը գովեցեք, քանզի տնանքի հոգին չարագործների ձեռքից ազատեց։ Այսինքն այդ տնանքը ես եմ եղել, այդ տնանքը դու ես եղել, որ տնից հեռացած ենք եղել, իսկական մեր տնից հեռացած ենք եղել եւ չարագործի ձեռին ենք եղել, քուրեր եղբայրներ, բայց ասма տնանքի հոգին ազատեց չարագործի ձեռքից, փառավորվի մեր Տերը։ Այսօր Աստված մեզ կանչել է այստեղ քուրեր եղբայրներ, որպեսզի մեզ ցույց տա իրականում ովքեր ենք մենք, ինչ կա մեր ներսիդին, եւ դու տեսնես այս պատերազմը, եւ դու տեսնես սա։ Այսօր մենք շատ հաճախ մեկս մեկից դեմ ենք պատերազմում, մեկս մեկից հակաճառում, մեկս մեկից չգիտեմ ցածացնում, բարձրացնում, բայց իրականում այս պատերազմը քո դեմ է ուղված։ Պողոս Արաքյալը սա տեսնում էր։ Եվ ողբ Երեմիայի մեջ, ողբ Երեմիա 3-րդ գլխի մեջ, տեսեք ինչ ասում, ողբ Երեմիա 3:1-3-ը, ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա, ու նրա բարկության գավազանով, զիս տարավ խավարի մեջ պտտեցրեց, ոչ թե լույսի մեջ, այո ինձի դեմ դարձավ, ամեն օր իմ ձեռքս, իր ձեռքին վրաս դարձրեց, իմ մարմինս ու մորթս մաշեցավ, ոսկորներս կոտրեց, ինձի դեմ պատնեշներ շինեց և ինձ դառնությամբ ու նեղությամբ շրջապատեց։ Սա մեկ կասկածի, սա Տիրոջ մասին ասում, Երեմիա մարգարեն Տիրոջ մասին ասում, որ Տերը ինչեր անում իր կյանքի մեջ, ինձ մութը տեղեր նստեցրեց, շատոնց մեռածների պես, իմ բոլորտիքս ցանկ քաշեց, ուստի չեմ կարում դուրս ելնել, իմ շղթաներս ծանրացրեց, մինչև անգամ աղաղակած ու կանչած ժամանակ նա իմ աղոթքս մերժեց։ Տեսեք ինչ հետաքրքիր ձևով Երեմիան ներկայացնում այս պատերազմը, որ Աստված մղում է մարդու հին բնության դեմ, որ մարդուն ցույց տա, որ ով մարդ, տես դու մինչև ուր ես հասե, դու մինչև ուր ես ինձ հակառակվե, տես ինչ խորքային է քո ներսի այդ հակառակությունը իմ նկատմամբ, որ սկսել է Տերը այդ գործընթացը, բայց երբ որ այս տառապանքի շարքերը ներկայացնում է, մի քիչ հետո ինչ է գրում 24 համարից, իմ հոգիս ասեց, Տերը իմ բաժինս է, այս պատճառով նրան պիտի հուսամ, Տերը բարի է իրեն ապավինողներին ու իրեն փնտրող հոգուն, Տիրոջ փրկության սպասելն ու լռությամբ հուսալը աղեկ է, փառավորվի մեր Տիրոջ անունը։ Այո, Աստված ուզում է, որ այսօր ես ու դու լիարժեք ազատագրվենք, լիարժեք մաքրվենք մեր ներսի բնությունից։ Այս բոլորը գրում էին մարգարեները, Աստծո ծառաները եւ Հոբի մեջ էլ է գրված, Հոբի 30-րդ գլուխը որ կարդում ենք, քուրեր եղբայրներ շատ հետաքրքիր ասում Հոբը 30-րդ գլխի մեջ 11 համարից 30-ի 11-ից քանի որ Աստված իմ կապս թուլացնելով ինձ խոնարհեցրեց նրանք իմ ներկայությանս երասանակը կթողեն աջ կողմես լակոտներ կելնեն նրանք ոտքերս առաջ կհրեն ու ինձի դեմ իրենց կորստյան ճամփաները կպատրաստեն։ Տեսեք Հոբը ինչ ասում, եւ ասма քանզի Աստված իմ կապս թուլացնելով ինձ խոնարհեցրեց։ Աստված ուզում է իմ ու քո կյանքի մեջ այս խոնարհությունը բերի, այս իջեցումը բերի, այս հանձնվելը բերի մեր կյանքի մեջ եւ 42-րդ գլխի մեջ 42-ի 6-ում ասում է եւ սրա համար իմ անձս կառհամարեմ եւ հողի ու մոխիրի վրա կզղջամ։ Աստված հասավ իր նպատակին։ Հոբն ասում է իմ անձս կառհամարեմ, արդեն չի ասում Աստված իմ անձս խոնարհեցրեց, ասում է ես իմ անձս կառհամարեմ։ Տեսեք մարդը ինք արդեն իր անձի պարտությունը տեսնելով ուրախանում է ժողովուրդ ջան։ Շատ հետաքրքիր է սա։ Երբ որ մարդը
իր պարտությունը տեսնի եւ ուրախանա, սա ասենք աշխարհի մեջ անընդունելի բան է, ժողովուրդ ջան։ Մարդը միշտ իր հաղթանակներով է ուրախանում։ Ինչ որ մեկի վրա հաղթանակ տարավ ուրախանում է, բայց ասում է ես իմ անձս կար համարեմ, հող ու մոխի վրա կզղջամ։ Այս մարդը ուրախության պատմում է սա։ Եվ Պողոս առաքյալը Գաղատացիս գրքում նորից նույն խոսքն է ասում։ Գաղատացիս 2:20-ը կներեք 18-ից եմ կարդում։ Քանզի եթե իմ քանդած բաներս նորեն կշինեմ, իմ անձս հանցավոր կցուցնեմ, որովհետև ես օրենքով մեռա օրենքին, որպեսզի Աստծուն կենդան լինեմ, Քրիստոսի հետ խաչ ելա, եւ ալ կենդանի եմ ոչ թե ես, ապա Քրիստոս կենդանի է իմ մեջս, բայց ես որ հիմա մարմնովս կապրեմ, Աստծո որդու հավատքով կապրեմ, որ ինձ սիրեց ու իր անձը ինձ համար մատնեց։ Պողոս առաքյալը ասում է ես մեռա Քրիստոսի հետ։ Ես մեռա Քրիստոսի հետ։ Եվ մի ուրիշ տեղ ասում է իմ անձը բան մը չեմ համարում։ Իմ անձս բան մը չեմ համարում։ Այս մարդիկ, ովքեր Աստծուն հանդիպել են, Աստված բոլորին ցույց է տվել։ Իրական Աստծու մարդիկ տեսել են սա, որ կա բարի պատերազմ, եւ այս պատերազմը ուղղված չի մարդկանց դեմ, այս պատերազմը քո ներսում է գնում, եւ այս պատերազմը Աստված է սկսե, դու միացիր Տիրոջը, միացիր քո դեմ պատերազմելու, եւ Աստված, երբ որ հաղթության հասնի, դու էլ իր հետ ես հաղթության հասնելու, եւ դու ավելի ես ուրախանալու, քո կյանքի մեջ դու տեսնում ես, որ արդեն ուրախությունը ոչ թե ինչ որ ունեցված աստություն ու ինչ որ բաներն էր, այլ քո իրական ուրախությունը արդեն Տերն է դարե։ Եվ որ դու Տիրոջով ես ուրախանում, որ քո անձիդ վրա հաղթություն ունես։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս ասում է, եթե ուզում ես իմ հետևից գաս, քո անձը պիտի ուրանաս եւ խաչդ վերցնես ամեն օր, գաս իմ հետևից։ Ես այդ համարի վրա շատ եմ մտածել, չգիտեմ, գրած ասում է, որտեղ 2-ից 3-ը իմ անունով հավաքված են, չէ, ես ընդեղ նրանց մեջ ներկա եմ, բայց հետաքրքիրը հարց եմ տալիս, եթե դու մենակ ես, այդտեղ Տերը ներկա չի, քո կյանքի մեջ Տերը ներկա չի, բայց չի ասում, որտեղ 2-ից 3 հավաքված են։ Գիտեք, ես սենց եմ հասկանում, դա իմ հասկացածն է, որտեղ դու Քրիստոսի հետ միաբանվում ես, դա երկուս արդեն, երբ որ դու Քրիստոսի հետ միաբանվում ես, Քրիստոս քո կյանքի մեջ սկսում է գործ անելը, Քրիստոս քո կյանքի հետ սկսում է գործ անելը, իմ կյանքի մեջ սկսում է գործ անելը, բայց եթե ես Քրիստոսից անջատված եմ, մենակ խնդրանքներ եմ ներկայացնում իր առաջ, Էս տուր, են տար, են բեր, էս արա, են արա, դա հավատացյալ մարդ չի, դա գիրեք, Սուրբ Գիրքը ասում է դա հեթանոսների արած աղոթք է, դա հեթանոսների ապրած կյանք է, բայց երբ որ մարդը Քրիստոսի հետ միաբանվում է, իր եսը ջարդելու, իր եսը նսեմացնելու, իր հին բնության հարցերը լուծելու, իսկական ազատագրությունը տեղա, իսկական Աստծու հետ ապրելը տեղա, եւ ասում է ամեն մի խնդրանքը ես կլսեմ։ Երբ որ մարդը Քրիստոսի հետ միաբանվում է, Աստված ամեն խնդրանքը լսում է։ Փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը։ Ես չեմ ուզում շատ երկարացնեմ, եղբայրները կխոսեն։ Ես ուզում եմ կանգնենք աղոթքի քուրեր եղբայրներ։ Եվ դու սկսի այս աղոթքը անելը, Տեր Հիսուս, այս բարի պատերազմը իմ մեջը սկսիր։ Ես առանց դրա չեմ կարա, ամեն օր պարտվելով, ելնելով, ես ուզում եմ հանձնվեմ քեզ, միանալ քեզ հետ իմ դեմ պատերազմ անելու, որպեսզի դու հաղթես ինձ, եւ իմ կյանքը քո ձեռքերի մեջ պահես, անունդ փառավորվի Հիսուս